Բարի ուշ երեկո հարգելի հայրենակիցներ, այսօր Կիրակի չէ եւ մի քիչ անսովոր է երևի թե տեսնել ինձ եւ պարոն Էդգար Ղազարյանին, բայց ինչպես ասում են, մենք չէինք ուզում, մեզ ստիպեցին։ Նիկոլ Փաշինյանը կրկին իր կիսախելագար կարելի ասել գրառումներով ամբողջ ժողովրդին ողջ ազգին կրկին խառնեց իրար եւ ոչ միայն գրառումների մասն է խոսքը հիմա հերթով կանրադառնանք պարոն Ղազարյան վերջին տեղեկությունը իմ իմանալով որ Սամվել Կարապետյանը դեռևս ձերբակալված չէ բայց այնուամենայնիվ նրա տունը խուզարկվել է նրա նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում կա եւ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ այդ հետապնդումը անձամբ իր կողմից է հրահանգված եւ հրահանգված է այն բանի համար, որ Սամվել Կարապետյանն ասել է, որ կմիջամտի, եթե եկեղեցու դեմ փորձեն ինչ-որ բան անել, կմիջամտի իր ձևով, այսինքն որևէ սպառնալիք կամ որևէ բան նույնիսկ չի էլ հնչեցրել։ Ձեր գնահատականն եմ ուզում իմանալ, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի այսպես ասած Նիկոլ Փաշինյանն է ընդդեմ Սամվել Կարապետյանի, թե այլ ուժեր են, որովհետև Սամվել Կարապետյանի հետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդիպել է, նույնիսկ կարծեմ նույն ժամանակահատվածում բացում են արել ինչ-որ տարբեր բաների, այսինքն միմյանց հետ շփվել են, թշնամական հարաբերություններ չունեն։ Փոխարենը Սամվել Կարապետյանը մշտապես եղել է ադրբեջանա-թուրքական իշխանությունների նշանառության տակ։ Նախ ասեմ ձեզ, որ Սամվել Կարապետյանը այսօր աշխարհում ամենահարուստ հայերից մեկն է, այսինքն Forbes-ը, երբ որ հրապարակում օրինակ Ռուսաստանում ամենահարուստ մարդկանց ցանկը, Սամվել Կարապետյանը այդ ցանկում է եւ նա այն գործարարներից է, որ իր ողջ կարողությունը կարողացել է ստեղծել միայն ազնիվ աշխատանքի եւ գործունեության արդյունքում հիմնականում Հայաստանից դուրս, այսինքն նրա հիմնական կարողությունը, հիմնական բիզնեսը, որը ստեղծվել է, հիմքը հանդիսացել նաեւ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության համար, ստեղծվել է Հայաստանից դուրս, այսինքն նա օտար երկրում հաջողության հասած աշխարհում ամենահայտնի հայ գործարարներից է, որը հայրենիքի հետ կապված է բոլոր հնարավոր կապերով, այսինքն ոչ միայն բարեգործություն է իրականացրել մեծածավալ Հայաստանում եւ Արցախում, ինձ համար օրինակ ամենամեծ տպավորիչ ձեռնարկներից էր Արցախի Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի կառուցումը, որը նորովի հիմքից կառուցվեց, պատերազմական պայմաններին հարմարեցված եւ նաեւ բժշկական բոլոր տիպի սարքավորումներով հագեցվեց բոլորը իրենց ընտանիքի միջոցներով, այսինքն անհաշվելի են նրա բարեգործական ձեռնարկները, չեմ ասում, որ Հայաստանյա ծառայքելական սուրբ եկեղեցու հիմնական հովանավորներից է նրա մեկենասությամբ, ամբողջությամբ հիմնանորոգվեց վեհարանը, հարակից տարածքները, լրացուցիչ շինություններ կառուցվեցին, մայր տաճարի վերանորոգման գործում ունեցել նա նշանակալի մասնակցություն եւ դրա հետ միասին նաեւ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն, այսինքն այսօր նրան պատկանող ընկերություններից մեկը Հայաստան Էլեկտրական ցանցերի ընկերությունը Հայաստանի ամենախոշոր գործատու հանդիսացող ընկերություններից է, այսինքն նա նաեւ ներդրումներ անում տնտեսության մեջ բազմաթիվ բիզնեսներ կան Հայաստանում, որոնք պատկանում են այդ ընտանիքին եւ ասենք այդ մարդու նկատմամբ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, դա պարզ է, չէ՞, որ պայմանավորված է նրա միայն հայրենասիրական կեցվածքի եւ գործունեության եւ եկեղեցուն սատարելու իր հայտարարությունների հետ, որ ասում եք օրինակ հիմա այնց կարծես այնպես սովորական բան է դառը, չէ՞, ասում եք պիտի ձերբակալվեր Սամվել Կարապետյանը, առայժմ չի ձերբակալվել, նրա տանը խուզարկություն պիտի լինի, եղել է, չի, մտել է հասկանանք, իսկ ինչի ում են ձերբակալում ընդհանրապես։ Ձերբակալում են հանցագործություն կատարած անձին, չէ, մարդուն։ Հիմա եթե մարդը հանցագործություն չի կատարել, ընդհանրապես ոչ կարելի է մտածել մարդուն ձերբակալելու մասին։ Այս ամենը չգիտեք, այն էլ իր գրառումների բանին, այդպես զուգահեռ process-ները տեղի են ունենում, չէ։ Ասեք,
ակնհայտ է, որ այստեղ իրավապահ համակարգը, որը պիտի անկախ գործեր օրենքի շրջանակներում, ակնհայտ հրահանգների մեջ է։ Այսինքն ինքը իր մոտ միացած պատկերացումներ է ձևավորել, ուզում է մարդ պատժի։ Իր հայացքների համար, այսինքն ինքը հարձակվել է եկեղեցու վրա հանիրավի, եկեղեցու դեմ իր բոլոր հայտարարություններն ու գործողությունները, դրանք հակասահմանադրական ու հակաօրինական են, բոլորը, որովհետև Հայաստանի սահմանադրությամբ ասում է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ունի հատուկ ուրեմն գնահատվում է դրա դերը, երկրորդը ասում է պետությունը, աշխարհիկ պետությունը եւ պետությունը եկեղեցին միմյանցից տարանջատված են, այսինքն միայն մի հարաբերություն կարա լինի, այն որ օրենքով սահմանված է, հողմանելով սահմանադրությունը 2007 թվականի օրենք, Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման մասին օրենք, որը միայն արտոնություններ են շնորհվում եկեղեցուն, Հայաստանի առաքելական եկեղեցուն։ Դրա հետ միասին կա խղճի կրոնի ազատությունների մասին օրենք, որը սահմանում է թե ինչ բան է կրոնական կազմակերպություն եւ ուշադրություն արգելում է պետական կառավարման մարմիններին միջամտելու որևէ տիպի կրոնական կազմակերպության գործունեությանը, արգելված է օրենքով եւ դրա հետ միասին կա քրեական օրենսգիր, որը նախատեսում է պատիժ եւ պատասխանատվություն այդ օրենքի նորմերը խախտելու համար։ Այսինքն հիմա իր նախաձեռնությունը միջամտել Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությանը, վեհապար հայրապետի պաշտոնավարմանը, կասկածի տակ դնել դրա օրինականությունը, ավազանի անունով դիմել վեհապար հայրապետին, թիրախավորել եպիսկոպոսներին, անարգել եկեղեցիները, սրբավայրերը ներկայացնել որպես չուլան, որպես չգիտեմ, այս անարգանք է սրբապղծությունը արդեն ինչքան ժամանակ է սկսել է, ու դրա նախապատմությունն էլ է հայտնի, չէ՞ թե երբ է սկսել։ Ամսաթվեր գոյություն ունեն։ Մայիսի 22 Բաքվում տեղի ունեցել մի հատ կոնֆերանս, որտեղ ելույթ է ունեցել Հարավային Կովկասում, ու Կարավային չէ, Կովկասում բանը մահմեդականների վարչության նախագահ Ալիշ Քյուշուտը, ես մի Զիբիլա Փաշազադեն։ Շուքյուր Փաշազադեն։ Ալաշուքյուր, հա, Փաշազադեն։ Այդ Փաշազադեն վիրավորել է հայ եկեղեցուն, անարգել է մեր առաքելական եկեղեցին, ընդ որում եւ Մայրաթոռը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը եւ ասել է, որ պիտի Երևանում ու Էջմիածնում հիմնվի իրենց մուսուլմանների, մահմեդականների թեմեր։ Դրան բնականաբար հաջորդ օրը մայիսի 23-ին հաջորդել է Մայրաթոռի արձագանք, իդեպ ասեմ պետական մարմիններից որևէ մեկի արձագանք, վարչապետից, արտգործնախարարությունից, որևէ մեկից չի եղել։ Դրանից հետո ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում մայիսի 28-ին մասնակցում է իր խնդրանքով, իր նախաձեռնությամբ հրավիրված եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված մի հեղինակավոր գիտագործնական քննարկման հանդիպման, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով, այդ ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես ադրբեջանական պատերազմի սանձազերծումը Հայաստանի հայ ժողովրդի Արցախի նկատմամբ, դա որակելով արդարացիորեն որակելով որպես պատերազմական հանցագործություն, ռազմական հանցագործություն, որի նաև իր աջակցությունն է ցուցաբերել Թուրքիան, խոսել է Արցախահայության ցեղասպանության եւ բռնի տեղահանության մասին, խոսել է Արցախահայության վերադարձի իրավունքի մասին, խոսել է Արցախի բանտերում պահվող, ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, նրանց տուն վերադարձի մասին, խոսել է Արցախում օկուպացված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող բարբարոսությունների մասին։ Եվ այդ ելույթից անմիջապես հետո դա տեղի ունեցել 2025 թվականի մայիսի 28-ին։ Հաջորդ օրը մայիսի 29-ին կառավարության նիստում այդ հայտնի չուլաների իր խայտառակ ելույթը տեղի ունեցավ, որից հետո ամսի 30-ին սկսեցին իր գրառումները, այդ քերակին, մերակին, այդ կինը իր զուգահեռ մի հատ գրառում կատարեց, որտեղ ասում է շվեյցարյաններում այդ ինչեր եք խոսում, այսինքն ակնհայտ ցույց տալով, որ այդ արշավի հիմքը
Վերապար հետ վերադարձից եք խոսում, հետ ինչ հետ վերադարձից եք խոսում, բան։ Այո, էդ էլ Աննա Հակոբյանն էր գրել իբր, չնայած հնարավոր է որ ինքն է գրել նաև կնոջ հեռախոսից։ Հիմա այս ամեն ինչին հաջորդում է այդ հետևողական պայքարը եկեղեցու դեմ, այս ամբողջ գործողությունները, հետո որ պիտի տենց խմբեր ձևավորի, այդ հայտարարությունը, այդ ապօրինի կազմավորումներ ստեղծելու են, որ չգիտեմ Թուրքի շուն, շնիկ gmail.com հասցեի վրա պիտի ես տենց եմ հիշում այդ հասցեն։ Պիտի տեղեկություններ մարդիկ գրեին, որ խմբեր ձևավորվեր, որ հարձակվեն եկեղեցու վրա, եւ հիմա երկուշաբթի օրվանից մեկնարկել է մեր եկեղեցու Մայրաթորի տոնակատարությունների մեկ շաբաթը եւ այսօր էլ եկեղեցում տեղի ունեցել շատ կարեւոր իրադարձություն իդեպ ասեմ որ Կիրակի օր օգտագնացություն է նախատեսվում Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ ես վստահ եմ որ մեր ժողովուրդը բոլորս պետքա ոտքի կանգնեն գնանք աջակցում մեր եկեղեցու եւ Սամվել Կարապետյանը նրա ընտանիքը հրավիրվել է մասնակցելու կաթողիկե մեր Սուրբ Էջմիածնի տոնակատարություններին որպես հայ եկեղեցու հավերժ բարերար, որովհետև այն չափի, այն կարևորության ձեռնարկների բարերարությունը արել մեր եկեղեցու համար, որ իրավունք է ստացել, որ իր եւ իր տիկնոջ պատկերը զետեղված լինի վեհարանի պատին։ Այսինքն նա արդեն հավերժացել է որպես մեր եկեղեցու մշտական բարերար եւ այդ բարձր կարգավիճակից ելնելով հրավիրվել է մասնակցելու եկեղեցական տոներին, ծիսակատարություններին։ Եվ այդ ժամանակ այսօր իր շատ տպավորիչ եւ հարգանքի արժանի խոսքն է հայտնել զորակցություն հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ մեր ժողովրդի, որպես այդ ժողովրդի զավակ, որպես այդ եկեղեցու զավակ։ Եվ այն ինչ որ ինքը ասել է, որի կապակցությամբ քիչ առաջ էլ Փաշինյանը ելը մի հատ հիմար գրառում էր արել, որ այս մեր ձևով կանենք, նա ինքնամին ինչ ասում է, որ մենք մեր ձևով մեր աջակցությունը ինքը ոչ բռնության կոչ արել, ոչ չգիտեմ հեղաշրջման փորձ արել, ոչ ինչ արել, ինչա քաղաքացիները իրավունք չունեն մտալ, բայց դու ապօրինի ձևով որպես պաշտոնատար անձ իրավունք ունես խմբեր ստեղծես, դրանց անալիզները հոտոտես, դրանց չգիտեմ եղած չեղածը ուսումնասիրես, քուսություն ստուգես, ինչ անես, ապօրինի ձևերով, անհասկանալի մեթոդներով Մարդը իրավունք ունի մտածի իր եկեղեցին իր արժեքները ոնց է պաշտպանելու։ Իհարկե ունի, բոլորս էլ ունենք, Սամվել Կարապետյանը բոլորիցս էլ շատ ունի, որովհետև իր վաստակը, իր ներդրումը, իր ջանքերը մեր եկեղեցաշեն գործերում բոլորից շատ է։ Եվ ինչի պետք է իրավունք, ուսատեսելը ոնց է հարցակվել ու ասենք օրինական ապրող մարդուց ձերբակալ ենք, կալանավոր ենք, խոզակ ենք Այդ ինչը հանցագործներ են։ Պարոն Ղազարյան, նկատում եք, որ դրան զուգահեռ նույնիսկ ինչ որ լակոտական վարքագիծը չի դադարում։ Բամիջամը գրել է, բամիջամը տի արա, բախի չես միջամտում արա։ Սենց այս ոճի ես ուղղակի ապշած եմ, էլի անընդհատ երբ որ թվում է թե էլ ներքև չկա իջնելու, ինքը տակից ձեռով անում, էլի։ Ու ցույց է տալիս, որ ինքը կարող է նոր հորիզոններ նվաճի։ Այս լեքսիկոնը, այս թշնամական վերաբերմունքը ինչով է պայմանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Շատերն են, չէ՞, այսօր եկեղեցուն իրենց աջակցությունը հայտնում։ Սրան ակնհայտ է իր գրառումներից պետք է պարզ հասկանալ, այսինքն իրան այդ ձևով կատաղացրել է հատկապես, որ Սամվել Կարապետյան ասել է, որ մենք պաշտպանությունը կցուցաբերենք մեր եկեղեցուն։ Հասկանում ա, չէ՞, այդ ասողը սովորական մարդ չի։ Այդ ասողը մի մարդ է, որը դոլարով միլիարդ հատեր է, խոշոր գործատու է Հայաստանի ընկերություններից մեկում եւ հասկանում է, որ այդ մարդը իր հեղինակությամբ, եթե սկսի հանրային կյանքում որոշակի ակտիվ դերակատարություն, չեմ ասում թե ինչ հարգանք է վայելում, չէ՞, բոլորը հայ հասարակության մեջ նա անվերապահ հեղինակություն է, որովհետեւ այդ իր հսկայական ներդրումների, բիզնեսների, հսկայական կարողության հետ միասին չափազանց զուսպ, չափազանց համեստ։ Ես իմ մարզպետի պաշտոնում պաշտոնավարման շրջանում եմ 1-2 անգամ առիթ ունեցել շփվելու, չեմ ասում դե մարդ է, չէ, հանրային գործիչա սաղացը տենում ենք։ Զսպվածությունը եւ իր ընտանիքի եւ եղբոր ընտանիքի միտեղ մի բան լսել եք այդ մարդկանց մասին։ Դոլարով միլիարդատեր են,
մի հատ ասենք արտոնություն իրանց վերապահեն, միտեղ մի անկարգություն անեն, միտեղ մի ձևով ավել աչքի ընկնեն, համեզուսպ ամենա բարձրակարգ ընտանիք եւ իրենց ծնողները հրաշալի մարդիկ են եղել, այսօր եղբայրներ ասում, մանկավարժներ են եղել եւ իրենց զավակները պետական ոլորտում են աշխատել, եղբայրը Կարենը Կարապետյան պատգամավոր է եղել, նախագահի աշխատակազմի ղեկավար է եղել, ով է այդ մարդկանցից մի վատ բան լսե, մի ավելորդություն լսե ու այդ կարողությունների այդ ամեն ինչի հետ միասին դա ինչ է նշանակում, որ իրանք անվերապահ հեղինակություններ են, չէ, հարգանք են վայելում հասարակության շրջանում, բայց իրապես են, ասենք հələ ինքը նայում է, ինքը գիտի, չէ, իր հեղինակությունը, հարգանքը հայ հասարակության շրջանում ու Սամվել Կարապետյանի ինքը հələ նոր է 2 միլիարդ մի տեղից պլստացրել պետական միջոցներից նա վաղուց միլիարդատերն է, չէ, այս համեմատությունն է իրան կատաղացրել, դա ասում է գիտես ինչ, դու ես միլիարդատեր, ես էլ եմ միլիարդատեր, բայց դու կարաս ԱԱՑ-ի տնօրենին հանձնարարություն տաս գայից բռնի, ես կարամ, հեսա տես ոնց եմ անում, ու տենց այդ իր խուժանի, խուլիգան այդ փողոցայինի ներքին էությամբ պետական կառավարման համակարգն է փորձում, այսինքն ես պետություն ալում, ես ոնց որ բան է լինի, էլի արդեն բացարձակ միապետություն է, այսի ժողովրդավարական երկիր է, իրավապահ մարմինները այս սկզբունքներով են գործում, իշխանության մարմինները այդպես որոշումներ են կայացնում, անողնելով մի մարդ, որը իր գործը կառավարության ծրագիրի չի կատարել, ինք իր գործը չի կարող ան, իր պարտականությունները, որ որպես վարչապետ պիտի կատարի, չի կարող կատարի, առեկապե եկեղեցուն, առեկապե գործարարներին, առեկապե հեսակետավ աղմիսոր բժիշկներին, ու սա նա է, ուրիշ բաներ է իրան ինչ պարունակում, Սամվել Կարապետյանը սովորական մարդ չի, չէ, մենք ասենք բիզնեսի ոլորտում, այսօր հայ ժողովուրդը բոլոր ոլորտներում ինչքան նշանավոր մարդ ունի, բոլորը հալածվում են, զինվորականները, մի մասը Բաքվի բանտում են դատվում, մի մասը Երևանի, նույնը Ռուբեն Վարդանյանը նախո սովորական մարդ չէր, սովորական մարդ չի, չէ, միջազգային մասշտաբի բիզնեսմեն է, չէ, նա նաև բացի Արցախում իր շրջանի հայրենանվեր գործ Ալիևի երազանքն է, չէ, որ հայատենց Ալիևը որպես դոլարով միլիարդատեր ինքը նաև կոնկուրենտ է, չէ, զգում այդ մարդկանց։ Ու հետևողականորեն ընկել են այս մարդկանց հետևի։ Ռուբեն Վարդանյանը այսօր Բաքվի բանտում է զրկանքների ենթարկում, Սամվել Կարապետյանները ստեղ են ուզում ենթարկեն։ Նա Ռուսաստանի հասարակության մեջ նա գիտեք հեղինակությունը ամեն մարդու համար է Ռուսաստանի արտգործ նախարարությունը հայտարարությունը վանդել քիչ առաջ Մարիան Զախարովան հայտարարությամբ դա ոչ միայն իրանց քաղաքացի, այսինքն Ռուսաստանի հազար քաղաքացի կա Հայաստանում ամեն մեկի ձերբակալած կամ այդպես բան չեն անում, սովորական մարդ չի խոշոր հարկ վճարող ընկերությունների սեփականատերը Ռուսաստանի տնտեսության մեջ զգալի ներդրումներ ունեցող մարդ է Այդպես մարդիկ մեր համար, մեր ժողովրդի համար հպարտություն են, չէ։ Սրանց համար ինչ է, սա հանցագործ։ Դու գիտես, չէ, մենք ինչ փորձանքից ենք բրծել Շարլ Ազնավուրի մահով։ Շարլ Ազնավուրը չմեռներ բռնելու էին։ Գիտեք, չգիտեք այդ պատմությունը։ Բայց Շարլ Ազնավուրը դեսպանա չէ եղել։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար եւ լիազոր դեսպան։ Եվ այդ գույքի եկամուտների հայտարարագիր նա երբեք չի լրացրել։ Խեշմարտ ասենք մենակ որ մենակ քո համար չես ներկայացնում, չէ՞ պետք է նաև կնոջդ համար ներկայացնել։ Խեշմարտ մենակ հիշել քանի կնիկ ուներ արդեն հերիք է որ դժվարություններ առաջանան։ Ահա։ Ու եթե մի պահ կար որ ասենք գույքի եկամուտների հայտարարագիր չներկայացնել էդի վարչական պատասխանատվությունները 200,000 դրամ տուգա Այս հանրային ծառայության մասին վերջի օրենքի ընդունումից հետո քրեականացվել էր արդեն։ Գույքի եկամուտների հայտարարագիր չներկայացնելը, կեղծ տեղեկություններ ներկայացնելը եւ այլն արդեն կար առաջացնի քրեական պատասխանատվություն։ Վարույթ էին նախաձեռնել։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրերին Շարլ Ազնավուրը հաստատել էր որ գալի է երկի, չէ՞, ինքը խոստացել էր Ֆրանսիայի նախագահին։ Չմեռներ գարս թե բռնելու էին։ Այսինքն այն մարդիկ, ովքեր մեր համար հերոսական մարդիկ են, նշանավոր մարդիկ են, ես ինքը Սամվել Կարապետյանի հետ անձնական շփումներ չունեմ, նորից եմ ասում, պաշտոնի բերումով մի անգամ, երկու անգամ կարճատև հանդիպում եմ ունեցել։
Չճանաչելով այդ մարդուն, ազնապես հետը ոչ մի առնցություն չունենալով, ոչ նյութական, ոչ շահ, ոչ գործ, ոչ բիզնես, ոչ տալ, ոչ առնել, հպարտություն է ինձ համար սենց հայրենակից ունենալը։ Դա խո սովորական մարդ չի։ Այդպես մարդիկ խո սովորական մարդիկ չեն։ Բացառիկ ունակությունների դեմ մարդ են, չէ՞։ Մեկս միտեղ աշխատում ենք, մի երկու կոպեկ փող ենք աշխատում, բան ինձ արդեն ինձ Երևակայում ես քեզի ասել, բան, այդպես մատ ավտո եմ առել ինձ։ Այդպես ինչի դեր է այդ մարդը։ Ոնց է ասել դրան, ոչ պաշտոնյա եղել, ոչ թալան արել, ոչ դեռ այսօր ինչ ասաց եղբայրը։ Որ կային կառավարական համառանոցի շենքը, որ ինքը հիմա ապրում, ինքն է կառուցել, Սամվել Կարապետյանը, Սևանի համառանոցը, որ գնացել էին լակում էին ամբողջ ԿՊ-ով։ Այդ մարդու կառուցած շենքն է, կառուցել նվիրել է պետությանը։ Հատես ինչեր է պարզում օրական, չէ՞, որովհետև ասում եմ այդ մարդիկ սուս, համեստ։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը մարդիկ այդտեղ են իրանց համար են, չէ՞, դղյակներ սարքում եսի ինչ անում։ Այս մարդիկ տաղել էին Ստեփանակերտում հիվանդանոցն են սարքել, պատերազմի 44 օրյա պատերազմի օրերին է, որ ծննդատուն ադրբեջանցիները ռմբակոծեցին Ստեփանակերտի, հենց այդ հանրապետական հիվանդանոցի։ Ինքը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, թող մեր երկրում խաղաղությունը, թող պատերազմ ավարտի, ես նորից ձևի կվերանորոգեմ, կարգի կբերեմ։ Բայց այս մարդու նկատմամբ ամենքը ստենալուց պիտի հարգանքից բացի, ինչ ցուցաբերենք այս մարդու նկատմամբ։ Իսկ այդ կիսատը ընկել այդ մարդուն ասում է տանեմ ձերբակալեմ։ Այդ դրան պիտի ձերբակալի, իրան պիտի ձերբակալեն, ոչ թե Սամվել Կարապետյանին։ Այդ հանցագործը մնացել է ազատության մեջ, դրա համար էլ ընկած սաղեց օրը մեկի հետևից եթում է։ Ու ասենք, ասում է մեր երկրում մարդ ձերբակալելու համար ոչ թե մարդը պիտի իրավախախտում արածելնի, հանցագործություն արածելնի, այլ չգիտեմ միտեղ մի հատ կարծիք հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանի դուր չկա։ Վերջ, եթե դες մի հատ կարծիք ես հայտնել, նույնը ես եմ, չէ՞։ Դատում են ինձ։ Մի հատ կարծիք եմ հայտնել, դուրը չի եկել Սահմանադրական դատարանի մասին։ Ոչ ապացույց ունեն, ոչ հիմնավորում ունեն, ոչ բան ունեն, չէ՞, ասել ես դուրս չի եկել ախպեր, գնա նստի։ Մի հատ հոդված են դրել, որով 5 տարի ազատազրկում է նախատեսում մինչև։ Հիմա ինչ է Սամվել Կարապետյանը մարդ է սպանել, ասեք ինչ է մարդու ձերբակալում են։ Իմիջիայլոց նոր քիչ առաջ իմացա, որ մեր գործընկեր Ուրցազորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանն է տալի ֆալանգի։ Բայց սրանց համար ասեք ընդդիմադիր գործի չլնես, ձերբակալելը, կալանավորելը մի օրվա մի ժամվա գործ է։ Վաղը ժամը 12-ին դատանը պիտի հրապարակի իմ նկատմամբ այդ մահափորձի այդ դաժան բռնության վերջնական դատավճիռը։ Հələ մենք կտեսնենք վաղ ինչ վճիռ են կայացնելու։ Մի օր այդ մարդիկ չեն ձերբակալվել, մի օր։ Կադրերը տեսել եք, չէ՞ թե ոնց է գետին ընկած, այդ կոկը ոնց են խփում ինձ։ Քանի անդադար, ամբողջ ուժով։ Դատախազն ասում է բանը, թե մարմնական վնասվածք են պատճառել։ Թե ով ա եղել պատվիրատուն, ինչի են արել, ինչի են տես դաժանություն գործադրում, սպանության փորձեր դա թե չէ, չի հետաքրում իրանց։ Հեսա վստահ եմ ինչ վճիռ ալելու, էլի տալուց կբասվի կտենենք, հիմա չասեն, որ չասեն բանը։ Եթե մինչև հիմա ես օրինակ ինչ եմ մտածում, եթե մինչև հիմա դրանք բան ազատության մեջ են եղել, ընդ որում գիտես ոնց են եղել ազատության մեջ, Ռոզեսկի տակ են եղել, այսինքն հետախուզումը հայտարարվել, գտե բերել են, օրեն նշանակի հարցաքննության գալու, հարցաքննությունը չեն ներկայացել, դրանք բոլորը հիմքեր են, էլի, խափամամիջոց կիրառելու, ձերբակալության համար։ Ոչ մեկը չեն արել, չէ, արտոնյալ այդ մարդիկ իրանց համար ինչ են արել, որ ընդդիմադիր գործի չեն ծեծել, պրեմիա է հասնում իրանց։ Պրեմիան ունեն է, այդ գործողություն արածներից մեկը դատական նիստերին գալիս է մի հատ Hyundai Elantra-ով, դատավորի միջնորդություն եմ անում, ասում, կարելի է մի հատ հարցում անենք ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, տենանք այս պետ համարանիշներով Hyundai Elantra-ն ում է պատկանում, էսի որ եկել է դատարան ասում է, ես 4 տարի ոչ մի տեղ չեմ աշխատում։ Այս ավտոն դրան որտե՞ց, ես ում ավտոն է քշում։ Կարող է պատվիրատուի ավտոնը, չէ, միշտում բանը մերժում է դատարանը միջնորդությունը։ Կամսարի ոնց կարան բռնեն այ ախպեր էս երկրում։ Հայ կարան բռնեն Սամվել Կարապետյանին։ Պարոն Ղազարյան, մի հատ գրառում եմ ուզում կարդամ, ձեզնից ներողություն խնդրելով եւ մեր հանրությունից։
Բայց ասում եմ, Հաստատ կտրիչն ուրեմն է Նիկոլն դերեմ, եթե պիտի ներողություն խնդրես կարդալուց հա, առաջ։ դե Կտրիչ Ներսիսյան, եմ պոռնկա բարո Արշակ Սրբազանի 10-ը վերընկնի տեղը, բառից բուն իմաստով վերընկնի տեղը եւ բառից բուն իմաստով պոռնկա բարո։ Սա ինչու է անգել Արշակ Սրբազանի հետևից կոնկրետ, ոնց որ թե Արշակ Սրբազանի նկատմամբ հատուկ բան ունի, վերաբերմունք ունի, մեկ էլ Աջապահյանի։ Հա, որովհետև այդ մարդիկ հանրային գործում են զբաղվում, բախո բանի Առաքել Սրբազանի հետևից չի գնի Քյարամյանի։ Կամ այն բանի Որովհետև Են ո՞րն են բալթյան երկրների թեմի հա, Վազգենը։ Վազգենը։ Վազգեն իրան օր դմա։ Վազգեն հետևից չի գնի։ Իսկ Արշակ Սրբազանը նզովում է։ Անցած տարի ապրիլի 23-ին ջայրով երթի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալից փայլուն ելույթը ով հնչեցրեց նզովքի, անեցքի Արշակ Սրբազանը, բայց ինչի է թիրախավորը Արշակ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին։ Ոչ միայն հոգևորականի, այլ նաև իբրև քրիստոնյայի նվիրական պայքարին։ Բոլոր հոգևորականները պիտի տենց լինեն։ Բայց մյուսները որ ձեն չեն անում, բայց չեն ասում, սրա պատճառով է, որ մեր եկեղեցիները վանքերը մնացել են Շտամու տիրապետու։ Ես օրինակ զարմացած եմ էլի Արցախի թեմի առաջնորդի։ Այս լուր հանգիստ իր համար երևի մի կացարան են տվել միաբանությունում։ Որ 3 անգամ էլ հաց կտան երևի։ Այ քեզ բան։ Բա հետո։ Բայնում է պետք։ Բայց Արցախի թեմի առաջնորդը հիմա չի ճղվում մեջից։ Դուր ասես Արցախի թեմ, չես ասում, է դուրա։ Բայց չես հասկանում ով է այդ ամեն ինչի հեղինակը, որ բայց միասնությունը, միաբանությունը պիտի բերի հանեն պայքարի, մենք էլ ենք այդ պայքարի մասնակից, իրանք էլ այդ պայքարին առաջնորդող։ Ես ինչքան ժամանակ եմ ասում։ Անվստահության գործընթացը բերեք Արշակ Սրբազանին, դրեք վարչապետի թեկնածու, գնանք մտեք պարլամենտ։ Լավ, ինչքան կարելի է, ես զարմանում եմ, ասեք, ինչքան պիտի այս ամեն ինչը, ասես լռության մատնելով, ասես հենա բանը գնացել են Սամվել Կարապետյանի տան հայատ ազգային ժողովի պատգամավորները։ Ինտերվյուներ են տալի։ Այ բալ այդ ինտերվյուով այդ հարց չի լուծվի։ Գնացել եք ընդ որ ինչ անեք դուք։ Դուք պիտի անվստահություն հայտնեք, չէ՞ այդ վարչապետին, բայց դու գիտես չէ՞ որ այդ որոշումները կայացնողը Նիկոլ Փաշինյանն է, որպեսզի ինքը այդ որոշումները չկայացնի, ինքը պիտի վարչապետ չլինի հիմա։ Ոչ թե 2026-ին դու գնաք ընտրությունների ինքը ձեզ կերի։ Հիմա որպեսզի ինքը Սամվել Կարապետյանի ձերբակալության ապօրինի որոշում չկայացնի, ինքը պիտի այսօր վարչապետ չլինի։ Այսօր իր վարչապետ չլնելու միայն մի ձև գոյություն ունի։ Դա անվստահությունն է։ Այդ անվստահությունը իրանք չեն հայտնում տարբեր անմիտ պատճառաբանություններով։ Բայց արդեն ունենք հուսադրող, Ագնեսա Խամոյան արդեն հասավ Սամվել Կարապետյանի տուն։ Իրավիճակը արդեն գտնվում է վերահսկողության տակ։ Այնտեղ է նաև Իշխան Սաղաթելյանը, ինչու՞ չէ նաև մյուս պատգամավորները։ Գնացել եք ընդ որ ինչ անեք։ Որ դուք չեք ընդ դրա մենակ դրա հարազատությունը մեծը Գերդաստան են։ Արդեն ընդ դուք որ գնացել եք ընդ կանգնել եք, ավելի շատ բան եք անում, քան թե ասենք իրանց հետի աշխատողները, իրանց գործընկերները, իրանց ընկերները։ Հələ շատ ճիշտ մասն են ստե, պատկերացնես է մարդկանց խավորները, սանիկները որ գնան։ Հիմա որ դու գնացել ես, ասեք պատգամավորա պետք է լներ, որ այդ հասկայնես դրանց տան հայաթը։ Սա ով էլ ասես կարա թե հիմա դրանց տան հայաթը։ Դրա համար պետք չի լինել պատգամավոր։
Այդ հայացից կանգնողներից բացի դուք ունեք հնարավորություն, որ հայացի կանգնողները չեն կարանեն, դուք կարակ անեք։ Դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Էդի չեն անում։ Ասում են էդի բանը։ Ինչա՞։ Արա ինչ են ասում, արա դες մոռանում եմ, որ մարդիկ ինձ վիրավորում են։ Ծաղրացու էին ասում, մեկը մեկ ուրիշ բաներ են ասում։ Ինչ ասում են, էլի վիրավորում են, հա։ Էդի ժուլիկությունա չգիտեմ, սա վիրավորում են, հա։ Անլուրջ է։ Հիմա գիտես ինչքան լուրջ է, որ Իշխան Սաղաթելյանը գտնվում է Սամվել Կարապետյանի տանը։ Հա։ Կանխել ամեն ինչ, սա իրավիճակը արդեն էսա կփոխվի, կարա սա անջատե թողնեն գան։ Էդի լուրջ է։ Բայց որ պիտի Նիկոլ Փաշինյանին այսօր անվստահություն հայտնեն, որ երեք եկեղեցու վրա չհարցակվի, այսօր Սամվել Կարապետյանի վրա չհարցակվի, վաղը Ռաֆիկ Անդրեասյանի վրա չհարցակվեն, հետո Էդգար Ղազարյանի վրա չհարցակվեն, որ այդ սաղ հարցերը մի լուծում ունի ընդամենը Նիկոլ Փաշինյանի արա, դա չեն անում։ Դարձել են քաղաքացիական ակտիվիստներ։ Ոնց որ դե թեմայից է խոսացինք։ Հա։ Պարոն Ղազարյան, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը բաց կռիվ է սկսել ամենայն հայոց կաթողիկոս եւ եկեղեցու դեմ եւ ըստ էության արդեն հայտնի է ովքեր են այդ պատերազմի կողմերը, ովքեր որ աջակցական խոսքով են հանդես գալիս, նրանք փաստորեն հայտարարվում են Նիկոլ Փաշինյանի խաչակրած արշավանքի ուրեմն թշնամիներ եւ նրանց նկատմամբ սկսվում են ռեպրեսիաներ։ Բայց ուզում եմ ձեզ հարցնել, հայ առաքելական եկեղեցին պաշտպանվելու ռեալ հնարավորություն ունի թե ոչ։ Դե առաքելական եկեղեցու պաշտպանվելու ձևը այն ինչ որ իրանք մինչև հիմա անում են, առաջին հերթին անուշադրության են մատնում, այսինքն բացարձակապես տեղի չեն տալիս այս սադրանքներին։ Օրենքով կարգ առաջնորդվում են, ասում է ում ինչ գործն է, եկեղեցական կարգերը ոնց են, կաթողիկոսի ընտրության կարգը, դա ոչ մի վարչապետ չի, բայց հասկանանք, այդ վարչապետն ով է։ Հանրային ծառայող է, չէ՞, ժամանակավոր պաշտոն զբաղեցնող քաղաքական պաշտոն։ Այսօր վարչապետ ես, վաղը 54 հոգի կողմ են քվեարկում, դու վարչապետ ես։ Տողվես որ որոշես։ Կաթողիկոսը լի թե չլի։ Կաթողիկոսը ցմա է։ Աստծո կողմից օցիալ է։ Ընտրվել է, ինքը պաշտոնավարում է դա այդ կազմակերպության, որպես Հայաստանից առաքելական եկեղեցու կարգավորման հարցն է։ Եվ մենք որպես այդ ժողով այդ եկեղեցու բարեպաշտ զավակներ անվերապահ ընդունում ենք մեր եկեղեցու իշխանությունը եւ խոնարհաբար ներկայանում աղոթքով, մկրտության, պսակադրության, օժնության, հաղորդության, պատարագի Այդ է մեր հարաբերությունները, մեր եկեղեցու հետ։ Հիմա իրանք, որ մեր եկեղեցու զավակ չեն։ Ասեք Նիկոլ Փաշինյանը հայ եկեղեցու զավակ չի, որտեղ հայ եկեղեցու զավակն էլ էդի բանով չի, դեկլարացիա չի, դու չես հայտարարում։ Նախ պետք է մկրտված լինես այդ եկեղեցու, մկրտություն ստացած լինես։ Երկրորդը մկրտություն ստանալուց հետո պետք է հետևես այդ եկեղեցու կարգին, խորհրդին, կանոնին։ Պատարագի պիտի այցելես։ Ես օրինակ հայ եկեղեցու զավակ եմ։ Վերջին անգամ ես պատարագի մասնակցել եմ նախորդ կիրակի ամսի 15-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Առավոտը արթնացել եմ, ծոմ եմ պահել, գնացել եմ եկեղեցի, մասնակցել եմ պատարագի, պատարագից հետո մասնակցել եմ խոստովանության, մեղքերի թողության, ներկայացել եմ Կանայից խնդրել եմ ինձ հաղորդություն տվել ու վերադարձել եմ տուն։ Ես այդ եկեղեցու զավակ եմ։ Ես այդ քպեից ոչ մի պատգասենք, ես այդ Արթուր Հովհաննիսյանին չեմ տես։ Ես ընդհանրապես Արթուր Հովհաննիսյանի որևէ տեսանյութ, չգիտեմ, լուսանկար, բայց չեմ տեսել, որ այդ եկեղեցու հետ կապ ունի։
Ալեն Սիմոնյանը մատ իսկ կարակ ասեք վերջին անգամ պատարակի երբ է մասնակցել։ Երևի թե մայր տաճարի օծմանը, որին հրավիրվել է որպես ի պաշտոն է, շատ իզուր։ Նա ուրիշ անգամ պատարակի մասնակցում է, բայց որ պատարակի չես մասնակցում։ Հիմա ասենք թե ասում ես եկեղեցին կարգա խախտեք կուսակրոնա, դու հիմա ում աղջկա հետ ես ապրում, որտե ես ապրում, քո կնիկն ուրա, քո երեխեքն ուր են, մի կնիկը տուրա, երեխեն ուրա, արա դու քո դարդը քաշարա, հանրային ծառայող ես, պետական պաշտոնյա ես։ Քո ինչ գործա մեր եկեղեցում ով ինչ կյանքով։ Տարբեր կանանց հետ նման զրույցներ կան, որ պաշտոնապես ամուսնացած է մի կնոջ հետ, բայց դե ֆակտո մեկ այլ կնոջ հետ։ Այ բալե իդիլը լասում ջանդաննալի բայց դա իր բարեվարկության էթիկայի նորմերն է, չէ՞, հայտարարել ես հայտարարի բայց եթե դու ուրիշ կնիկ ունես, բայց կնիկը տնչի հայտարարի չի կերում, եթե ունես, եթե չունես, էլի ասա որ դու քո դարդը քայ Ալեքսանյանը Իսկ չգիտի իր հերնով է։ Հենց ասում է կաթողիկոսը զավակ ունի, այ բախտավար, սաղս է կաթողիկոսի զավակներն ենք։ Մեր հոգևոր այնն է։ Ամբողջ հայ ժողովուրդը կաթողիկոսի զավակ, դու մեկի մասին գիտեք։ Կիսատ բռան։ Հələ հարց որ դուս գիտեք։ Գիտես ուրեմն նշանակում արդեն հանցանք ես գործ է, որովհետև մեր երկրի համարադրությունն ասում է ուզում է կաթողիկոս լնես, ուզում է գիտնական լնես, հոգևորական լնես, բժիշկ լնես, թե գործարար լնես, մարդ ունի անձնական գաղտնիք, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն։ Դու ինչես գնացել հետաքրքրվել, իմացել, որտից գիտես, ինֆորմացիայի աղբյուրը որն է։ Եթե պաշտոնի բերումով ես ինչ-որ բան իմանում, ուրեմն այդ պաշտոնի բերումով իմացածդ իրավունք չունես հայտնես։ Առավել ևս նույն բան ասեմ հիմա, քանի հայ կա, որ ոչ թե առաքելական եկեղեցու զավակա հետևորդը, այլ կաթոլիկ, հռոմեական կաթոլիկ եկեղեցու։ Լեհաստանի հայերը, մեծամասնությունը։ Կաթոլիկներ են։ Հիմա Նիկոլ Փաշյանը պետք է քննարկի, թե Լևոն 14-րդ պապը ոնց անտրվել։ Երեխա ունի թե չունի։ Քույր գործնարա։ Բայց եւ այնպես, պարոն Ղազարյան, տեսեք, իրենք ներկայանում են եւ իրենց իդենտիֆիկացնում են որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ ոչ միայն իրենք, այլև շատերը, օրինակ հիշում եք, կար նոր հայրապետ, նոր Հայաստան շարժում, սա նոր բան չի իհարկե, բայց եթե իրենց հաջողվի ձեռ գցել այդպիսի փաստեր, որ մեր սրբազաններից ոմանք կամ վեհապար հայրապետը ունի զավակ, սա ինչ է նշանակում նախ մեզ համար եւ ինչ է նշանակում հայ առաքելական եկեղեցու համար աշխարհի աչքերում, հա։ Ոչ մի բան չի նշանակում, նախ առաջին։ Եթե տես բան գալ այդ վերջայավետանք, նախ քննարկելու հարց չի։ Ոտես բան չկա։ Ասեք ով ասում որ կա, ինչ հիմքով ասում որ կա, սուտ ասում, զրպարտում է, չէ։ Հիմա ասենք թե ենթադրենք կա, քո ինչ գործն է, կա թե չկա, աշխարհի համար, չգիտեմ ինչ ընկալումների համար, ում ինչ գործն է։ Ով է որ ասում ես իրանք ներկայանում են որպես եկեղեցու զավակ, եկեղեցու զավակը դες բան է ասում։ Եկեղեցու զավակը լում ասում է եկեղեցին չուլան, հա։ Եկեղեցու զավակը ասում է եկեղեցում կռավատ է դրած։ Եկեղեցում զիբիլ կա, եկեղեցու զավակը դες բան է ասում։ Եկեղեցու զավակը եթե տենում է եկեղեցու տարածք կամ բարեկարգ է, մեր շոկը վերցնում է ձեռնոցները հագնում է, ասում է բարեկարգ են։ Այդ անում եկեղեցու զավակը։ Ես տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենն էի։ Մի օր հավաքվել ենք դասախոսներով, ուսանողներով, պարկերը վերցրել ենք, ձեռնոցները վերցրել ենք, ուտելիքը վերցրել ենք, գնացել ենք Գնդևանք։ Այդ ժամանակ եկեղեցա պատկան չէր, կրթության նախարարության ենթակա պատմամշակութային հուշարձան։ Գնացել ենք վանքի տարածքը մաքրել ենք, թող եկել ենք։ Մի օր առիթ ա եղել, մեզ դիմել են, ասել են մի հատ ուրիշ բնապահպանական կազմակերպություն, ուզում են գնանք Նորավանքի տարածքը մաքրենք։
Մենք էլ ենք միացել լուսանկարներն ունեմ գնաց ես այդ եկեղեցու զավակեմ եթե իմ եկեղեցում անբարեկարգություն եմ տենում եմ մեկ եկել անշնորհքություն արել շիշը խմել է ջուրը խմել է շիշը գցել գնացել է գնում եմ այդ շիշը վերցնում եմ բերում եմ այդ է եկեղեցու զավակը դրանցից որ մեկն է մեր եկեղեցու զավակ Էս են արեն քո ինչ գործով ինչ արել Բայց մեր եկեղեցին ինչ արել Այսքան առաքելություններ են հələ մեկ նայ Թո մեկը նստի հաշվի թե Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության շրջանում քանի նոր եկեղեցի է կառուցվել Անհաշվելի Հայաստանում Հայաստանից դուրս Իսրանք իրենց չեն ասում Ոսման չկա գնացել Բելարուսում եկեղեցու օծմանահարողության մասնակցել Լուկաշենկոին Նիկոլ Փաշինյան չի սիրում Չնայած որ Մոսկվայում տանում են նստած են կողք ակաշները կաղ լավ էլ նստում է Այն Արման Բաբաջյանը գնացել է Պետրոսի մոտ ու ասում ինչի է գնացել Բելարուսում Հրաշալի եկեղեցի է Բա մեկ տենց հրաշալի զավակել մեր ժողովրդի ոնց որ Սամվել Կարապետյանն է Բելարուսի Միսկի եկեղեցու բարերանա չէ Մինչև իր կառավարական ամառանոցում տեղափոխվելը խոզանոցում էր ապրում, իսկ տան պատերը չէր կարող ներկել։ Հələ բա դու քո տան պատերը չես կարացել ներկես, մարդը դες ինչ եկեղեցի է կառուցել։ Դա կառուցել է վեհապարն է, կանավիրել է, վեհապար գնացել է օծել է։ Չէ, սա կաթողիկը ենթարկվի Նիկոլ Փաշինյանի հիստերիկությունների։ Հələ տեսեք ինչ անհաշվելի գործեր են արել։ Եկեղեցում Ոչ միայն իր բանը եկեղեցաշեն գործունեությունը Ինչքան հոգևոր դասի պատրաստում, վերապատրաստում, մշակութային ծրագրեր, կրթական ծրագրեր, տեսեք ամբողջ աշխարհում հայապահպանություն ով է իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության եւ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու պատկան մշակութային կրթական կազմակերպությունները Նրանք են հայապահպանությամբ զբաղվում ամբողջ աշխարհում։ Բանն է թե բանն է անում։ Ինչ են կիսատ են կես կիլոանոց են Զարե Սինանյան։ Մեր հետևողներին պարոն Ղազարյան, խնդրենք թող իրենց կարծիքն էլ արտահայտեն այդ հարցի հետ կապված Սամվել Կարապետյանի հետ կատարվողի արդյոք ճիշտ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ քաղաքական նպատակ, քաղաքական էլ չի, անձնական վրեժխնդրության նկրտումներով պայմանավորված քրեական հետապնդում է սկսել, ընտրում եմ նաև մեկնաբանություններում թող գրեն, եւ ձեզ հետեւյալ հարցը Նիկոլ Փաշինյանը ողջ պետական ապարատով նույնիսկ արդարադատության նախարարն է արդարացնում Փաշինյանի ասածները բոլորը ովքեր ունեն պետական պաշտոն արդարացնում են Նիկոլ Փաշինյանի ասածները բայց հայ առաքելական եկեղեցուց ես լսել եմ Միքայել Սրբազանին Արշակ Սրբազանին Հովնան Սրբազանին մեկ-երկու պատվարժան քահանաների խոսք եւ այլն մեր նաեւ կներեք Սյունյաց թեմի առաջնորդն է խոսել Հիմա այս մյուս հոգևորականները, էլ չասած դրսի թեմի առաջնորդները, նվիրապետական մյուս աթոռի, մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչները, ինչու չեն միանում Գարեգին երկրորդին եւ մեկ ճակատով չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կարծում եմ, որ շատ տրամաբանական ու ճիշտ է ձեր հարցադրումը, որովհետև այո, պիտի բոլորը ոտքի եւ ոչ միայն այսօր, այս առիթով, բայց շատ վաղուց։ Բայց դուք տեսնում եք, այդ Վազգեն Սրբազանը ես ինչի եք քննադատում։ Բա Սարդարապետի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի ցուցումով վեհապար հայրապետի ճանապարհը փակում են։ Դու այդ մարդուն ասում ես քեզ օրհնում եմ։ Փոխանակ անեց կտապես դրա գլխին, անես շպրտես եկեղեցուց դուրս, ոնց որ պատվելի քայլով արած Սիսյանի եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Պարքև է։ Հրաշալի
քահանա։ Բայց ինչ պիտի անես։ Ասես դավայ, չորտու։ Եկել է ձեռք սեղմի քահանային։ Հայրենիքս ասում է տվել է շտամոն եկել ես իմ ձեռքը սխմեց։ Դրա համար պիտի ամբողջ եկեղեցին ոչ միայն հոգևորականները։ Ընդ գիտեք ինչքան սպասավորներ կան։ Հարյուրավոր հավատացյալները, թեմական խորհուրդներ կան։ Բոլորս այդ համայնքի մասն ենք ասում, եկեղեցին մեր ողջ ժողովուրդն է։ Այո, միաբերան, միասնաբար պետք է լինենք, պայքարենք, առավել ևս ում այդ գործ ունենք, ոտու կլու քանի հոգի են դրանք, կոյրուն ջան, հաշվում ենք 200 չեն անցնում։ Հա, էլի։ Սաղ ելով են մնացել, ոչ հանրության աջակցություն են, ոչ ժողովրդի աջակցություն են, ոչ աշխարհի աջակցություն են։ Մնացել են այդ մի քանի հոգով, էլի 200 գլուխ բան է մնացել, ապրանք է մնացել դե։ Եվ այո, դրանց դեմ պիտի բոլորս հիմա ասենք թե այս Սամվել Կարապետյանի կադրերը մարդիկ տեսնում են, չէ՞։ Հիմա այն մարդը, ով Սամվել Կարապետյանը ինչ է, ոչ քաղաքական գործիչ է, չէ՞։ Էդգար Ղազարյան չի, չէ՞, որ ասես դե հիմա Նիկոլին քննադատում ես, քեզ տարից էցել են, հիմա դատում են, չէ՞։ Որ դրա նկատմամբ հանդուրժող այդ ուրիշ բան է, դա լավ չի։ Բանալ եթե դու տեսնում ես, որ քեզնից շատ փող ունեցող, քեզնից շատ դիրք ունեցող, քեզնից ազդեցիկ գործարարի մենակ ինքը կարող ասես դուրը չկա, զանգյասի գնացեք ձերբակալեք։ Բայց տեսնողը չի մտածում, որ նույն բանը իր հետ ալնելու։ Բա պետք է տենա, չէ՞։ Բա դրա դեմն առնելու ձևը ո՞րն է։ Միասնաբար պայքարը։ Մոտակա ամիսների համար ինչ է կանխատեսում, պարոն Ղազարյան։ Դե, ճիշտ ասած, նաև այս ամեն ինչի կապված է նաև այն բան հետ, որ ինքը ամսի 20-ին այս շաբաթվա վերջ ուրբաթ-օրը պիտի գնա ինչ-որ Թուրքիա, արդեն ոնց որ հաստատել են այդ տեղեկությունը։ Եվ այս պահին այնտեղ է գտնվում արտաքին գործերի նախարարի տեղակալը, այն հայտնի Վահան Կոստանյանը, Քիսինջերի մայից հետո աշխարհում ամենահայտնի դիվանագետը, այդն է նախապատրաստում, եւ ես կարծում եմ, որ ինքն դե շատ վատ այցալելու դա մեր համար։ Նա Էրդողանի հետ մինչև հիմա 2 հատ երկկողմ հանդիպում ունեցել, երկուսն էլ ճակատագրական բախտորոշ նշանակություն ունեցել մեր ժողովրդի համար, բացասաբար իմաստով մեր պետության։ Ու հիմա ինքը իր ոտով որ գնում է Թուրքիա այցելության, սա հաստատ մի վատ բանի մասին է խոսքը եւ չի բացառում, որ այս ներքին կյանքում այս լարվածության հրահրումը, այս խժդժությունները, այս իրավիճակից ուշադրությունը շեղելու այս ամբողջ փորձերը միտված են հենց ամսի 20-ի սպասվող ողբերգությանը, որը ոչ մեկս չգիտենք, թե իրականում ինչ ողբերգությունը ինչ մասշտաբներ ու ինչ ծավալներ ունենալու։ Հասկանալի է, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ մեզ զրույցի համար, կարծում եմ իրադարձությունները դեռ կզարգանան, գուցե չբացառենք նաև, որ արտահերթ եթերների կարիք է լինի, եթե ձեզ իհարկե հարմար լինի, շնորհակալ եմ շատ։ Խոսենք, շնորհակալ եմ։ Հաջողություն։